Գեղեցիկ թեմայի շուրջ եմ ուզում խոսել այսօր մի նոր քարոզաշարք Սաղմոս 91 առաջին երկու համարներ Մենք գուցե շատերս գրեթե անգիր գիտենք, արևմտայերեն ասում են գրեթե գոց գիտենք, գիտեք ինչ է նշանակում գոց։ Այսինքն փակ էլ էսպես գիրքը գոցում ես, փակում ես եւ անգիր ասում ես։ Գրեթե անգիր գիտենք 91-րդ Սաղմոսը։ Այս առաջին երկու համարն եմ ուզում կարդալ։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողին հովանավորությանը տակ պիտի հանգչի։ Տիրոջը համար պիտի ասեմ, իմ ապավենս ու իմ ամրոցս է, իմ Աստվածս, որին կհուսամ։ Ամեն։ Կարճ աղոթք կանենք, Տեր խոնարհվում ենք քո առաջ, բարի Աստված մեր, դու գիտես ամեն մեկի սիրտը պետքը, կարիքը։ Եկել ենք քո տուն, քո ճոխ սեղանից առնելու այն կերակուրը, որ դու պատրաստել ես ամեն մեկիս համար։ Ես մարդկորեն չգիտեմ ինչ խոսեմ, բայց դու գիտես յուրաքանչյուրիս պետքն ու կարիքը, ուստի դու խոսիր Տեր, սրբագործելով, մաքրելով այս անարժան անոթով Տեր։ Որպեսզի այն օրհնություն, շինություն եւ փրկություն լինի քո զավակների համար։ Հիսուսի անունով Հայր։ Ամեն։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողին հովանավորությանը տակ պիտի հանգչի։ Տիրոջը համար պիտի ասեմ իմ ապավենս ու իմ ամրոցս է եւ իմ Աստվածս, որուն ես կհուսամ։ Ոմանք բնակվում են իրենց ծնողների ծածկոցի տակ, ուրիշները բնակվում են իրենց հարուստ բարեկամների ծածկոցի տակ, իրենց մամաների, պապաների, հորեղբայրների, չգիտեմ, մեծավոր մարդկանց ծածկոցի տակ, ուրիշները բնակվում են իրենց արտասահմանյան հովանավորների ծածկոցի տակ, ուրիշները բնակվում են իրենց ճարպկության ծածկոցի տակ, այս կան ոմանք, որոնք բնակվում են բարձրալի ծածկոցի տակ, իրենց երկնավոր հոր ծածկոցի տակ, եւ էսի լավ է, էսի շատ լավ է, ու սա անհնար է չնկատել, սա անհնար է աննկատ մնա, այն մարդիկ, որոնք որ բնակվում են բարձրալի ծածկոցի տակ, կամ վայելում են Աստծո հովանավորչությունը, նրանք աննկատ չեն մնում, նրանք միշտ տարբերվում են։ Կարող է մարդիկ չունենան խորը գիտակցությունը հասկանալու համար, թե ոնց է լինում, այդ ինչպես է լինում, բայց նրանք անհնարը չտեսնեն հետևանքները, չտեսնեն այն նշանները, որոնք որ վկայում են, որ Աստված էս մարդու հետ է։ Եվ մեր քարոզաշարքի վերնագիրը սա է, նշաններ, որոնք վկայում են, որ Աստված քեզ հետ է։ Նշաններ։ Ես աստվածաբանական հիմքը չեմ բերելու, շեշտադրում եմ, թե երբ է Աստված մեզ հետ եւ այլն, ինչպես է Աստված մեզ հետ։ Ես խոսելու եմ այն նշանների մասին, որոնք արտաքուստ վկայում են, տեսանելի կերպով վկայում են, որ Աստված այս մարդու հետ է, կամ այս մարդը վայելում է Աստծո հովանավորությունը, կամ հովանավորչությունը, ինչպես կուզեք այնպես արտահայտվեք։ Նշաններ, որոնք խոսում են Աստծո հովանավորչության մասին, բարձրալի ծածկոցի տակ բնակվողի կյանքում հայտնի նշաններ։ Մենք խոսելու ենք 7 նշանների մասին։ Ես չեմ ասում, թե 7 նշան կա, որոնք վկայում են դրա մասին, բայց ես առանձնացրել եմ 7 նշաններ։ Դուք կարող եք դրանց ավելացնել, գուցե ավելին գիտեք դուք, եւ վստահ եմ կան ավելին նշաններ, բայց ես առանձնացրել եմ 7 նշանների մասին, 7 վկայություններ, որոնք որ խոսում են Աստծո քեզ հետ լինելու մասին, Աստծո հովանավորչության մասին,
Աստծո բարձրալի հովանու տակ բնակվելու մասին, առաջին։ Չզարմանաք, եթե ասեմ, որ առաջին նշաններից մեկը դա դու ենթարկվում ես անսովոր փորձությունների, սակայն հաղթանակով ես դուրս գալիս։ Եվ սա այն ակնառու նշաններից մեկն է, որ Աստծո հովանին քո վրա է։ Նման կասեք, այդ ինչպես Գարիկ եղբայր։ Որովհետև մեզ թվում է, թե մենք երբ վայելում ենք Աստծո հովանավորչությունը, ուրեմն զուրկ ենք մնում կյանքի տարատեսակ փորձություններից կամ նեղություններից, չէ՞։ Սովորաբար աշխարհիկ կյանքում, երբ որ մեկը ունի լավ պաշտպան, լավ հովանավոր, լավ թև, թիկունք, լավ աջակցություն բարեկամի ընկերոջ ազգականի կողմից, սովորաբար ինքը կյանքի շատ նեղություններից ավելի պաշտպանված է իրեն զգում, բայց հոգևոր կյանքում այդպես չէ։ Ու սա կարող է շփոթեցնել քեզ, եւ դրա համար ես այն առաջին նշաններից մեկը սա եմ ընտրել, որ ձեզ փոխանցեմ, որովհետեւ այստեղ է որ սատանան հաճախ մեզ ասում է, ըհը, եթե դու Աստծո հովանու ներքո լինեիր, եթե դու Աստծո պաշտպանության տակ լինեիր, այս փորձությունների չէիր ենթարկվի։ Սովորաբար այս փորձությունները կամ այս նեղությունները մի քիչ տարօրինակ են լինում, այսինքն գալիս են այնպես, որ չպետք է գային այդպես։ Լինում են քո կյանքում բաներ, որոնք որ տարօրինակ է, որոնք որ չի լինում ուրիշների կյանքում։ Ու ապշում ես, ու զարմանում ես, ասում ես Աստված, լավ, ինչի ես, ինչու թույլ ես տալիս, ոնց որ հենց իմ կյանքում սա լինի։ Տրամաբանորեն դու չպետք է ենթարկվեիր նման նեղության, նման փորձության, բայց հենց քո կյանքում է դա լինում։ Ես առանձնացրել եմ աստվածաշնչյան հատվածներ, որոնք խոսում են այդ հովանավորչության մասին, Աստծո հայրական հովանավորչության մասին եւ ուզում եմ որ ճամփորդենք այս սուրբ գրային հատվածներով։ Ուշադիր լսեք։ Գուցե այս խոսքերը քանդեն որոշ ստերեոտիպեր, որոշ նախապաշարումներ, որ ունենք, որոշ միֆեր, հորինվածքներ, որ մենք ունենք, պատկերացումներ, որ մենք ունենք Աստծո հովանավորչության մասին։ Եբրայեցիս 12:6-8 Վասնզի Տերը իր սիրածը կխրատե եւ կծեծե ամեն մեկ որդի, որ կընդունի։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ որպես թե որդիներու հետ պիտի վարվի։ Քանզի որ որդին է նա, որուն հայրը զինք չի պատժեր։ Իսկ եթե դուք առանց խրատի ըլլաք, որուն ամենքը մասնակից եղան, ուրեմն խորթ եք դուք ու ոչ թե որդիներ։ Չենք սպասում, չէ, որ սենց բան գրված կլինի սուրբ գրքում։ Աստծո խոսքն ասում է, Աստված իր ամեն սիրած զավակին որդուն խրատում է եւ ծեծում է։ Ուրեմն այդ խրատը, այդ ծեծը կամ այդ նեղությունները, կամ այդ փորձությունները, որին հաճախ ենթարկվում ես դու, ոչ թե պետք է ընկալես խորթության որպես նշան, լքվածության նշան, մոռացվածության նշան, այլ Աստծո հայրական հովանավորչության որպես նշան։ Որտեւ Աստված իր սիրածին խրատում է։ Աստված իր սիրածին խրատում է։
Հինգտակարանում ասում է Աստված Հակոբին սիրեց, Եսավին ատեց։ Հիմա չեմ ուզում խոսել ատել բառի նշանակության մասին եւ այլն, բայց երբ որ կարդում ես Հակոբի կյանքը ու Եսավի իր համար իր անդրանիկությունը ծախեց, հետո առանձնապես շատ բան գրված չի, ոնց էր ապրում, ինչ էր ապրում, ինչպես էր ապրում, բայց իր կյանքի փորձությունների, տառապանքների, նեղությունների մասին առանձնապես շատ հիշատակում չկա։ Հակոբի մասին կա։ 14 տարի տառապեց իր սիրած էակին հասնելու համար։ Խաբվեց, ծեծվեց, լքվեց, ինչերով ասես չանցավ։ Վերջապես իր որդիներից մեկը ծախվեց, վաճառվեց ծերության օրով, ինչերով անցավ։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված Հակոբը սիրեց։ Ուրեմն ստացվում է, որ այդ տարատեսակ փորձությունները, որոնք որ կյանքում գալիս են քո կյանք, քո մոտ լինում են, դրանք ոչ թե քո լքված լինելու նշանների մասին է, այլ ընտրված լինելու եւ Աստծո կողմից սիրված լինելու եւ Աստծո հովանավորչության վկայություններից մեկն է այն։ Եվ Աստված վարվում է քեզ հետ որպես իր որդի, որպես իր սիրելի որդի, որովհետև Աստված իր սիրածը կխրատե եւ ծեծում է ամեն մեկ որդի, որին ընդունում է, որովհետև Աստված ուզում է կերտել քո մեջ այն էակը, որը իր պատկերին, իր տեսակին համապատասխան է։ Որովհետև Աստված ուզում է մաքրագործել ինձ եւ քեզ, սրբագործել ինձ եւ քեզ, եւ գիտի, որ շատ սովորություններ, որ ունենք մեր կյանքում, շատ երևույթներ, որ կան մեր կյանքում, դրանք հարիր չեն մեր տեսակին։ Եվ նա մեզ մաքրագործում է երբեմն այս ծեծի ու խրատների միջոցով։ Ու մենք ծեծն ու խրատը չպետք է որպես խորտ բան ընդունենք, փորձությունը չպետք է որպես խորտ բան ընդունենք, այլ պետք է ընդունենք Աստծո ներկայության, Աստծո քեզանով հետաքրքրվածության եւ Աստծո հովանավորչության որպես նշան։ Որովհետեւ եթե խորտ լինեիր, Աստված քեզանով պիտի չզբաղվեր։ Բայց հարազատ լինելուց, որդի լինելուց հանգամանքն է, որ Աստված խրատում, կրթում եւ դաստիարակում է քեզ։ Սաղմոս 34, 18-ից 20։ Տերը մոտ է անոնց, որոնց սիրտը կոտրված է, ու հոգով խոնարհածները կապրեցն է։ Արդարին նեղությունները շատ են, բայց Տերը բոլորեն կփրկե զանիկա։ Անոր բոլոր ոսկորները կպահե, անոնց մեկը չի կորսվիր։ Ամեն։ Տերը մոտ է նրանց, որոնք կերած, խմած, բախտավոր ապրում են։ Սա է նշանը, որ Տերը մոտ է նրանց։ Չէ։ Տերը մոտ է նրանց, որոնց սիրտը կոտրված է ու հոգիով խոնարհածներին ապրեցնում է։ Կորսված կամ կոտրված սիրտը, փշրված հոգին շատ հաճախ Աստծո ընտրյալ զավակների բնորոշ հատկանիշներ են։ Կրկնում եմ, կոտրված սիրտը, փշրված, տանջված, ցավով անցնող հոգին շատ հաճախ Աստծո ընտրյալ զավակներին բնորոշ երևույթներ են, հատկանիշներ են։ Դուք կարդացեք Աստվածաշնչում սրբերի կյանքը, կենսագրությունը, որ մեկի սիրտը չկոտրվեց, որ մեկի հոգին ցավով ու վերքերով լեցուն չէր, որ մեկի, կա այդպիսի մեկը, կա այդպիսի հերոս, կա այդպիսի սուրբ, մեր դարում
սխալ ընկալում կա, սխալ մոտեցում կա, եթե դու Աստծո զավակ ես, եթե դու վայելում ես Աստծո հովանավորությունը, նշանակում է քո կյանքում ամեն ինչ պետք է լինի պայծառ, փայլուն, տեղը տեղին, ուրախ, հանգիստ, միշտ լավ լինես, միշտ լավ զգաս։ Սա սատանայի մոլորությունն է, որ քարոզվում է վերջին 30-40 տարում, քարոզվում է մեր երկրում։ Եվ սատանան օգտագործում է այս քարոզախոսությունը սխալ պատկերացումներ առաջացնելու մարդկանց մոտ հավատքի մասին։ Եվ շատերը տրվեցին այս սխալ ուսուցումների։ Տեսավ չի կարողանում Եհովայի վկաների միջոցով, մորմոնների միջոցով, կամ չգիտեմ այլ աղանդների միջոցով հավատից շեղել կամ հավատի սկզբունքները քանդել, սկսեց Քրիստոսան նման, եկեղեցան նման, հոգևորին նման, այսինքն շատ կեղծ, ֆալշ նմանացումներով հավատքի կենտրոններ, որոնք որ սկսեցին այս տեսակ քարոզչություն ծավալել ոչ միայն Հայաստանում, նաև աշխարհով մեկ։ Եվ պատկերացումները հոգևոր կյանքի վերաբերյալ աղավաղվեցին։ Այնինչ Սուրբ Գիրքն ասում է արդարի նեղությունները շատ են։ Հիսուսն ասեց, ձեզ շատ նեղություններով ու դժվարություններով պետք է մտնեք երկնքի արքայություն։ Նեղ է դուռը եւ նեղ է ճամփան, որ տանում է դեպի հավիտենական կյանք։ Ուստի այս նեղությունները, ինչպես առաքյալն է ասում, խորտ բան մի համարեք։ Երբ որ կերպ փորձվեք, ասում է ուրախությամբ ընդունեք այն։ Ինչու, որովհետև նա վկայում է, որ դուք Աստծո որդի եք, երկրորդ վկայում է, որ Աստված ձեզանով հետաքրքրված է, երրորդ վկայում է, որ Աստծո հովանավորչության տակ եք դուք։ Այո, արդարի նեղությունները շատ է, սա փաստ է։ Ասում է, բայց Տերը բոլորեն կփրկե զանիկա։ Բոլորեն կփրկե զանիկա։ Այո, ենթարկվում ես անսովոր փորձությունների, բայց հաղթանակով ես դուրս գալիս։ Ինչու? Որովհետև ինչպես Հոբն ասաց, գիտեմ, որ իմ փրկիչս ապրում է։ Որովհետև քո փրկիչը կենդանի է։ Որովհետև քո փրկչի կողմից լքված չես։ Երբեք լքված չես։ Ընկած ժամանակ, նեղության ժամանակ Թշնամիներդ գուցե ծաղրեն, գուցե ուրախանեն, ինչպես 35-րդ Սաղմոսի մեջ է ասում, 12 համարից մինչ 15 համարները։ Ասում է, աղեկության փոխարեն ինձ գեշություն արին, հոգիս անօգնական է, բայց ես անոնց հիվանդության ատեն քուրձ է հագնում, իմ անձս ծոմով կչարչարեի, ու իմ աղոթքս իմ ծոցս պիտի դառնա։ Ինչպես իմ ընկերիս կամ եղբորս հետ, այնպես էլ անոնց հետ կվարվեի։ Իր մորը համար սուք ունեցողի պես տրտմությամբ կխոնարհվեի։ Բայց անոնք իմ ընկած ատենս միասնաբար խնդացին։ Զարնողները իմ դեմ հավաքվեցան, բայց ես բան մը չէի գիտեի։ Պատրեցին ինձ առանց դադարի։ Այս դառը իրականությունը Աստծո ընտրյալ զավակների մոտ կարծես օրինաչափություն լինի, որ հարվածներ ստանալու ես սիրելիներիդ կողմից, հարազատներիդ կողմից, նրանց համար ում համար սուք էիր անում, ում ցավի ժամանակ սուք էիր անում, քուրձ էիր հագնում, ծոմ էիր պահում, եւ ասում ինչպես մեկը իր մորը համար սուք է անում, այդպես իրանց համար է իր սուք անում։ Բայց ասում է փոխարենը ինչ ստացա, այս ստացա։ Այո, արդարի նեղությունները շատ են, բայց պատասխանն ասում է, բայց Աստված ամենից պիտի փրկի նրանց, պիտի բարձրացնի և պիտի չլքի քեզ։ Հիշեք, մեր թշնամին, սատանան, չի մարտնչում թույլ մարդկանց հետ։ Սա հիշեք միշտ, նրան չեն հետաքրքրում թույլ մարդիկ, նրան հետաքրքրում են ուժեղ մարդիկ։ Ինչու հենց դու, որովհետև քո մեջ տեսավ աստվածային ուժը, որովհետև քո մեջ տեսավ այդ զորությունը և հենց քեզ է ուզում վնասած լինի, որովհետև թույլ չես։ Ձեր հաղթանակները խոսում են այն ուժի մասին, որ ձեր ներսում է բնակվում։
Փիլիպպեցիս 4:13 բոլորս գիտենք այս խոսքը ասում է ամեն բան կարող եմ Քրիստոսով որ ինձ զորացրեց ամեն բան խոսքը պետք է հասկանանք որ ամեն տեսակ փորձություն ամեն տեսակ նեղություն ամեն տեսակ ցավ ամեն տեսակ դժվարություն ամեն տեսակ միայնություն ամեն տեսակ դավաճանություն ամեն տեսակ լքվածություն ամեն տեսակ կորուստ կարող եմ կրել կարող եմ հաղթահարել ինձ զորացնող Քրիստոսով ուստի խորտ բան մի համարեք երբ փորձությունների եք ենթարկվում երբ նեղությունների եք ենթարկվում ձեր հաղթանակը ապահովված է Հիսուս Քրիստոսով Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը նրա հովանավորության տակ պիտի հանգչի Տիրոջը համար պիտի ասեմ իմ ապավենս ու իմ ամրոցս է իմ Աստվածս որին հուսացած եմ Շատ կարևոր է որ ամեն տեսակ նեղության ու փորձության ժամանակ հույսդ միշտ Տիրոջդ վրա դնես Միշտ ապավինես նրան, միշտ վստահես նրան կառչես ու իշիր, ինչ էլ լինի կյանքիդ նեղությունները, ինչ էլ լինեն կյանքիդ փորձությունները, հաղթանակդ երաշխավորված է, որովհետև Քրիստոսին ես ուսացած։ Եվ սա վկայում է, որ Աստված քեզ հետ է։ Նեղության ու փորձության արկայությունը հանկարծ չլինի թե քո մեջ կասկած բերի, որ դու լքված ես Աստծո կողմից։ Հիսուսը երբ որ անապատում էր քաղցած Սատանան այդ հանգամանքը օգտագործեց Եթե Աստծո որդին ես, այս քարին ասա թող հաց դառնա Եթե Աստծո որդին ես, բա ինչու ես քաղցած Ուրեմն քարը հացի վերածիր Չի ստացվում, չի լինում Ուրեմն կասկածիր քո Աստծո որդի լինելու հանգամանքի վրա Սա է չարի ստրատեգիան որ քո նեղության ու փորձության ժամանակ կասկած բերի քո ինքնությանդ, քո ով լինելուդ վրա Բայց ես էլ ձեզ ասում եմ, ըստ Աստծո խոսքի, որ քո կյանքի նեղություններն ու փորձություններն ավելի վկայում են, որ դու Աստծո ընտրյալ զավակն ես, որ դու Աստծո հովանավորչության տակ ես, քան եթե լեն ու բոլ, չգիտեմ, առոք, փառոք կյանքի մեջ լինեիր։ Սա աշխարհային ընկալումն է հովանավորչության, հոգևոր ընկալումը այդպես չէ։ Արդարին նեղությունները շատ են, Աստված իր սիրածին խրատում է, ավելի կոշտ խոսքի օգտագործում, ասում է ծեծում է։ Ինչու՞։ Որտև իրենն է, որտև սիրում է։ Երկրորդ, մի կարևոր ևս նշան, որը վկայում է, որ Աստված քեզ հետ է, որ դու Աստծո հովանավորչության տակ ես հանգչում։ Դու ունես անկոտրում կամք։ Աստծո հովանավորչության կամ Աստծո քեզ հետ լինելու նշաններից մեկը դա քո անկոտրում կամքն է։ Այն աստիճան, որ անգամ ինքդ ես զարմանում, թե ես որտեղից ես ուժը քո մեջ։ Երբ որ ինքդ անկեղծ լինում ես քեզ հետ, այդքան էլ ուժեղ մեկը քեզ չես ճանաչում։ Ասում ես, ես այդպես ուժեղ մարդ չեմ։ Մարդիկ քեզ ճանաչում են շատ ուժեղ, մարդիկ քեզ ճանաչում են անկոտրում մեկը, բայց դու ինքդ քեզ այդպես չես ճանաչում։ Երբ որ անկեղծ նայում ես ինքդ քեզ, խոսում ես ինքդ քեզ, հետ տեսնում ես, որ ախր շատ բաներից հենց ինքդ վախենում ես։ Շատ բաներից սարսափում ես։ Բայց արի ու տես, որ զարմանալի մի հատկություն, որը բնորոշ է նրանց, ովքեր որ Աստծո հովանավորչության տակ են, Աստծո հովանու տակ են, ում հետ որ է Աստված, դա է անկոտրում կամքը։ Կյանքի փորձությունները, կյանքի նեղությունները քեզ չեն կարողանում կոտրել, չեն կարողացել կոտրել, չես նվաստացել, չես ծռվել, չես ծախվել։ Նոր Կտակարանում
այս հիշատակումը կա 5 կտակարանից։ Մատթեոս 12:20-ն ասում է. Ջախջախված եղեգը պիտի չփշրե, պլպլած պատրույգը պիտի չմարի միջև արդարությունը հաղթանակի հասցնի։ Միջև արդարությունը հաղթանակի հասցնի, ուրեմն ջախջախված եղեգը պիտի չփշրի եւ պլպլացող պատրույգը պիտի չմարի։ Ջախջախված, բայց չփշրված, պլպլացող, բայց չմարող։ Միջև արդարությունը հաղթի։ Սա նույնպես Աստծո ներկայության նշաններից մեկն է, Աստծո հովանավորության նշաններից մեկն է հավատացյալի կյանքում, որ իրոք Աստված էս մարդու հետ է։ Որովհետև կողքից նայողները տեսել են քո ջախջախված վիճակը, տեսել են քո գրեթե հողին հավասարացված վիճակը եւ մտածել են, ահա վերջը եկել է։ Ահա հեսա ուր որեկը մարի եւ կանցնի պատմության գիրկը։ Կանցնի նրա этаպը, նրա շրջանը կյանքի։ Բայց չես փշրվում։ Բայց գրեթե պլպլացող հեսա ուր որեկը մարի այն մոմի պատրույգ պես, հա? Հեսա կմարի, մեկ էլ նորից բոցավառվում ես։ Ու այդպես է լինելու միջև արդարությունը հաղթի։ Սա անկոտրում կամքի մասին է։ Եվ սա նշան է, որ Աստված քեզ հետ է։ Հոգուտ եւ մարմնի սպիերը վկայում են քո անցած դաժան ուղու, բայց եւ հաղթանակներից մասին։ Հոգուտ եւ մարմնի սպիերը խոսում են քո անցած դաժան ուղու մասին։ Բայց ոչ միայն քո անցած դաժան ուղու մասին, այլ նաեւ քո հաղթանակներից մասին։ Այդ հաղթանակներդ քեզ հեշտությամբ չի տրվել։ Մարդիկ կարող է տեսնեն միայն վերջնական արդյունքը, որ դու հաղթել ես, բայց չեն տեսնում քո անցած դաժան ուղին։ Մարդիկ միայն տեսնում են քո հաջողությունները, տեսնում են քո ձեռք բերածները այս կյանքում, բայց նրանք չեն տեսել քո անցած ծանր ու դաժան ուղին։ Բայց այդ սպիերը, որոնք կան քո հոգում, որոնք կան քո սրտում, որոնք կան քո մարմնի վրա, դրանք կենթանի պատմություններ են, թե ինչքան ես ջախջախվել եւ ոնց ես պլպլացել, բայց երբեք չես կոտրվել ու չես մարել։ Սա նույնպես նշան է, ակնառու նշան է, որ իրոք Աստված էս մարդու հետ է։ Հոբը անցավ կյանքի ծանրագույն տառապանքների միջով։ Եվ նրա ընկերները, բարեկամները եկան եւ սկսեցին հանդիմանել նրան, ասելով, որ դու եթե արդար մեկը լինեիր, եթե դու մաքուր մեկը լինեիր, եթե դու օրինախախտ մեկը չլինեիր, Աստված քեզ այս օրը չէր հասցնի։ Որքան ցավալի էր այս ամենը լսել։ Բայց կա երկնքում Աստված, որը որ արդարությունը միշտ ի լույս է բերում եւ քո հաղթանակը ամրագրում։ Գրված է Հոբի վերջը սկիզբեն ավելի լավը եղավ։ Դարձյալ կարդում ենք Աստծո խոսքի մեջ 2 Կորինթացիս 4-րդ գլուխ։ Պողոսի խոսքերը 2 Կորինթացիս 4 8-ից 10 համարներ։ Ամեն կողմանը վշտացած ենք, բայց նեղ ընկած չենք։ Տագնապած ենք, բայց հուսահատած չենք։
հալածված ենք, բայց երեսը նետված չենք, վար ձգված ենք, բայց կորսված չենք։ Ամեն ատեն Հիսուսի մահը մեր մարմիններուն մեջ կկրենք, որպեսզի Հիսուսին կյանքնալ մեր մարմիններուն մեջ հայտնվի, եւ 11-ը, վասնզի մենք որ կենթանի ենք, Հիսուսի համար մահվան կմատնվենք, որպեսզի Հիսուսին կյանքնալ մեր մահկանացու մարմիններուն մեջ հայտնի լինի։ Ամեն։ Եկեք անդրադառնանք այս խոսքերին։ Ամեն կողմից վշտացած ենք, բայց նեղ անկած չենք։ Վիշտը կա, վիշտը իրական է, բայց նեղ անկած չենք։ Անհույս չենք։ Կորսված չենք։ Մոլորված չենք։ Նեղնկած ենք, այո։ Ես կանգուն ենք։ Տագնապած ենք, բայց հուսահատած չենք։ Տագնապներ կան։ Տագնապների մեջ ենք, ասում է Պողոս առաքյալը, բայց հուսահատ չենք։ Մնում ենք կանգուն։ Հալածված ենք, բայց երեսից նետված չենք։ Աստծուց մոռացված չենք։ Եթե հալածված ես, չի նշանակում, որ Աստված լքել է քեզ։ Երեսից նետել է քեզ։ Վար նետված ենք, բայց կորսված չենք։ Ընկել ես, բայց դա չի նշանակում կորսվել ես։ Եվ երբեմն հարց է առաջանում, ինչու է Աստված թույլ տալիս, որ դու լինելով իր զավակը անցնես ես ամենի միջով։ Լսեք պատասխանը։ Ամեն ատեն Հիսուսի մահը մեր մարմինների մեջ կկրենք, որպեսզի Հիսուսին կյանքնալ մեր մարմիններուն մեջ հայտնի լինի։ Նրա մահվանը բնորոշող, նրա տառապանքներին բնորոշ կյանք ենք մենք ապրում։ Ինչպես նա փորձվեց, ինչպես նա լքվեց, ինչպես նա դավաճանվեց, ինչպես նա ծեծվեց։ Մենք էլ այդ նույն ուղին ենք ընտրել, որովհետև եթե վարդապետին արեցին, մեզ էլ պիտի անեն։ Եթե նա անցավ այս ուղիով, բնական է, որ մենք էլ ենք անցնելու այդ ուղիով։ Բայց ինչու, ասում է, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմինների մեջ հայտնվի։ Հիսուսի մեր մեջ բնակվելու մասին հայտարարություններ սովորաբար անում են մեր շուրթերը։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Հիսուսի մեր մեջ բնակված լինելու մասին հայտարարությունները սովորաբար անում են մեր շուրթերը։ Բայց նեղությունները, փորձությունները, դժվարությունները, հալածանքները, ծեծված լինելը դուրս են հանում։ Ի հայտ են դարձնում մեր մեջ բնակվող Հիսուսը։ Երբ կողքից նայողը տեսնում է քո անկոտրում կամքը։ Ոստեղ նա հասկանում է, որ ոչ թե նրա շուրթերն էին դավանում, որ Հիսուսը իր կյանքում է բնակվում, այլ ինչքան ճզմվեց, այնքան մեջից Հիսուս դուրս եկավ։ Ինչքան ծեծվեց, այնքան մեջից Քրիստոս ի հայտ եկավ։ Ոչ թե անեծք, ոչ թե հայոյանք, ոչ թե չարություն, այլ Քրիստոս։ Նեղությունների ժամանակ է, որ հայտնի է դառնում քո մեջ բնակված Հիսուսը։ Այդ ուժ, այդ զորությունը ումից է։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Այդ ամեն բանի միջով անցնելով է, որ քո զորացնող Քրիստոսը ի հայտ է գալու։
Երկրորդ Կորինթացիս 2-րդ գլուխ 14-ից 16 համարներ։ Առաքյալը դարձյալ ասում է Երկրորդ Կորինթացիս 2:14-ից 16, լսեք։ Բայց գոհություն Աստծո, որ միշտ մեզ հաղթություն կուտա Քրիստոսով, զինք ճանչնալուն հոտը մեզմով հայտնի կնե ամեն տեղ։ Լսեք ուշադիր։ Նորից եմ կրկնում այս համարը եւ շարունակենք։ Բայց գոհություն Աստծո, որ միշտ մեզ հաղթանակ կուտա Քրիստոսով ու զինք ճանաչելուն հոտը մեզմով հայտնի կնե ամեն տեղ։ Վասնզի մենք Աստծո առջև Քրիստոսի անուշ հոտն ենք։ Թե փրկվածներուն մեջ եւ թե կորսվածներուն, ոմանց մահվան հոտ դեպի մահ, ոմանց կենթանության հոտ դեպի կյանք։ Ով կարող է այս գործը կատարել։ Գոհություն Աստծո։ Աստված։ Աստծո հովանավորչության նշաններից մեկն է, Աստծո քեզ հետ լինելու նշաններից մեկն է, որ ճզմված, նեղված, ցավերի մեջ, տառապած, փորձություններով անցնելուց ինչքան ճզմվում ես, այնքան մեջիցդ գալիս է Քրիստոսի անուշ հոտը։ Ճիշտ ճզմված վարդի թերթի պես։ Վարդի ճզմված թերթը ավելի լավ է բուրում։ Իրեն ճանաչելու հոտը մեզանով հայտնի է անում։ Իրեն ճանաչելու հոտը։ Այս դարի մեջ Քրիստոսի մասին լիքը լսում ես, բայց հոտը չես առնում։ Հոտը չի գալիս։ Այսօր շատ հավատացյալներից հոտը Քրիստոսի չի գալիս։ Բերանից գալիս է։ Լիքը հոգևոր բաներ, հոգևոր քարոզներ, հոգևոր այսպես։ Բայց հոտը չի գալիս։ Քրիստոսը ճանաչելու հոտը։ Այս մենք կարծում ենք աշխարհը կարիք ունի շատ ձայնի, ու մենք ձայնով ենք լցրել աշխարհը։ Քրիստոնեական ձայնով ենք լցրել։ Այսօր ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ այդ ձայնը ավելի հասանելի դարձնենք։ Ու բոլորս խոսում ենք, բայց կյանքիցդ ինչ հոտ է գալիս, քեզանից ինչ հոտ է գալիս, ներսդ ինչ կա։ Այ մի քիչ որ ճզմվում ես, ինչ հոտ է գալիս։ Քրիստոսին ճանաչել կարելի է ոչ միայն ձայն լսելով, այլ նաև հոտը առնելով։ Ձայն շատ կա, այ հոտը շատ հազվադեպ է հանդիպում։ Իսկ Պողոսը ասում է, որ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք այս աշխարհում։ Ինչու է Աստված թույլ տալիս, որ դու անցնես կյանքի նեղությունների միջով։ Ճնշվես։ Սա ոչ թե խոսում է նրա մասին, որ Աստված քեզ հետ չի, այլ ոչ, ընդհակառակը խոսում է, որ Աստված քեզ հետ է եւ ցանկանում է, որ քեզանից անուշ հոտը գա Քրիստոսի։ Կյանքի հոտը գա։ Այո, ոմանց համար դա կարող է լինել մահվան հոտ, կորսվածների համար այն մահվան հոտ է։ Իսկ փրկվածների համար կյանքի ու փրկության։ Եվ վերջացնեմ եւս մեկ համար կարդալով Առակաց գրքից 24:16 Վասնզի արդարը թեև 7 անգամ էլ ընկնի, պիտի կանգնի։ Բայց չարերը ձախողության մեջ պիտի ինան։ Արդարը 7 անգամ էլ ընկնի, դարձյալ պիտի կանգնի։ Այս անկոտրում կամքի մասին է։ Այս Աստծո նրա հետ լինելու մասին է։ Չի ասում արդարը երբեք չի ընկնի։ Չի ասում եթե արդարը ոնց կարա ընկնի։ Եթե արդարը ոնց կարա սայթակի, եթե արդարը ոնց կարա անհաջողության մեջ հայտնվի, եթե արդարը ոնց կարա մեղանչի։ Ընկավ, Դավիթն էլ ընկավ, Աբրահամն էլ սայթակեց, Իսահակն էլ սայթակեց, Հակոբն էլ սայթակեց, Հոբն էլ սայթակեց, Պետրոսն էլ սայթակեց։ Որ մեկը չընկավ։
ընկան, բոլորն էլ ընկան, բայց արդարը 7 անգամ էլ ընկնի, դարձյալ պիտի կանգնի։ Բայց չարերը ձախորդության մեջ պիտի ընկնեն։ Նայեք, երբ որ ասում է պիտի ընկնեն ձախորդության մեջ, այդ նշանակում է կարող է հələ դեռ չեն ընկել։ Ու քանի դեռ չեն ընկել, թվա թե արդար են։ Բայց ասում է չէ, ընկնելու են։ Ու որտեղ են ընկնելու ձախորդության մեջ։ Ձախորդությունը կայանում է նրանում, որ ընկնելու են ու ոտքի չեն կանգնելու։ Իսկ ընկնելու ոտքի կանգնել, սա ձախորդություն չէ։ Սա սայթակում է։ Որովհետև Աստված է քո հովանավորը, Աստված է քո Տերը։ Անկոտրում կամքը խոսում է նրա մասին, որ ընկար, բայց չչարացար։ Ընկար, բայց չծախվեցիր։ Ընկար, բայց չլքվեցիր։ Բայց դարձար ավելի տոկուն, ավելի ամուր, ավելի ուժեղ, օրհնյալ լինի նրա անունը, որ իր հովանավորության տակ է առել քեզ եւ ինձ։ Ամեն։ Ոտքի կանգնենք եւ աղոթքով ավարտենք պաշտամունքը։ Խոնարհված սրտով գալիս ենք քո գայի առաջ մեր պաշտելի Սուրբ Հայր։ Ի սրտե շնորհակալ ենք ով Տեր քո հովանու համար, քո հովանավորչության համար, քո պաշտպանության համար։ Կյանքի ժամանակավոր նեղությունները ոչինչ են գալիք փառքի մոտ։ Եվ այդ գալիք փառքը ոչ միայն պիտի հայտնվի երկնային արքայությանդ մեջ, այդ գալիք փառքը նաև սպասում է մեզ երկրից վրա։ Երբ ընկածին ոտքի ես կանգնեցնում, երբ նեղյալին հուսահատության մեջ չես թողնում, փորձությունով անցնողներին զորավիք ես լինում ու բարձրացնում ես, ջախջախվածին թույլ չես տալիս, որ փշրվի, պլպլացող պատրույքն էլ չես թողնում, որ մարի։ Փառք ես այդ անկոտրում կամքի համար, որ քո ընտրյալ զավակները ունեն, որը վկայում է, որ դու նրանց հետ ես, որ դու նրանց չես լքել, որ դու քայլում ես նրանց կողքին, եւ այս ամենի մեջ դու մեզ սովորեցնում ես, խրատում ես, անգամ երբեմն ծեծի շնորհիվ։ Տալիս ես մեզ այն վկայությունը, որ մենք քո զավակներն ենք, դու մեր հայրն ես, ու մենք վայելում ենք քո հովանավորչությունը։ Փառք ես Տեր, քանի որ քեզ ենք հուսացել, քեզ ենք ապավինել։ Օրհնիր քո ժողովուրդը, քո խաղաղությանդ մեջ պահիր ու առաջնորդիր, փորձության ու նեղության պահին, երբ սատանան կշշնջա նրանց ականջներին ով Տեր, քո խոսքը այսօր իրենց սրտի մեջ այնպես գրիր Տեր, որ այն ավելի բարձր հնչի, քան որևէ մեկ այլ օտար ձայն։ Փառք ես Տեր Հիսուս Քրիստոս, մեր կյանքի օրինակ։ Խաչվեցիր, տառապեցիր, բայց հարություն առար։ Հարություն առ նաև մեր մեջ Տեր, որովհետեւ Քրիստոս քո անուշ հոտը մեր միջոցով տարածվի մեր 4 ոլորը։ Օրհնյալ ես դու այժմ եւ միշտ, եւ հավիտյան դարերի մեջ։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։